Բարոյականությունը, երբ բացարձակ առումով ձևական է, խժռում է ամեն ինչ։ Եթե փոխելու լինեինք Սեն-Ժուստի արտահայտություններից մեկը, կարող ենք ասել, որ ոչ ոք առաքինի չէ, չլինելով մեղապարտ։ Խռովությունը բաժան է անում ինքնիշխանին, հետևաբար այն սրբապղծություն է և հանցագործություն, հարկավոր է պայքարել դրա դեմ, հենց միայն դրա համար։ Ալբեր Քամյուն ծնվել է 1913 թվականին Մոնդովիում, Ալժիր, որն այն ժամանակ պաշտոնապես Ֆրանսիայի մաս էր կազմում։ 1930 թվականին հիվանդանում է տուբերկուլյոզով։ 1935 թվականին 22 տարեկանում հարում է ժողովրդական ճակատին և իր սերնդակից շատ մտավորականների պես անդամակցում արդեն հաջորդ տարի 1936 թվականին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած կոմունիստական կուսակցությանը։ Աշխատավորների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով Ալժիրում հիմնում է աշխատանքի թատրոնը, որտեղ էլ բեմադրում է իր առաջին թատերգությունը։ Միաժամանակ ավարտում է դիպլոմային աշխատանքը, որը նվիրված էր հելենիզմի դարաշրջանի հյուսիսաֆրիկյան փիլիսոփաներ Պլոտինոսին և Ավգուստինոս երանելուն։ Ընդվզող մարդը փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում։ Երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում։ Էսսեն նաև հուսահատ ճիչ է, մարդկության ապագայի հորետեսիլքին ընդելուզված։ Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ նաև հաջորդների մտահոգություններին, սկսած Գուստավ Լը Բոնի «Ամբոխների հոգեբանությունը» քնախոսությունից, Ռոբերտ Մուզիլի «Մարդու կերպարանազանցություն» թեորեմից, Պոլ Վալերիի ժամանակակից աշխարհին ուղղված հայացքից մինչև Լյուի Ֆերդինանդ Սելեի ու Միլան Կունդերայի «Վեպի արվեստը» նշանավոր էսսեին։ Կամյուն իր հորետեսության լուսավոր դիտակետից և արվեստագետի իր բնույթին հավատարիմ, անկարող է եղել զսպելու իր անթակույց հիասթափությունը մարդ էակի սահանքող տրամաբանության ու թյուրաճկուն հոգեկառույցի հանդեպ։ Էսսեում Կամյուն ընդդիմանում է եվրոպական նիհիլիզմի ակունքներից սնուցվող մարդու ստրկական վիճակը թոթափելուն ուղղված և նրա աստվածասման նորօրյա կեղծ մարգարեություններին։ Եթե մարդկային բնություն գոյություն չունի, մարդու դյուրաթեկությունը իրոք անսահման է, կարելի է ստրկացնել կենդանի մարդուն և իջեցնել պատմական առարկայի վիճակի, և հսկայամեծ ոչնչացումների գնով իշխանության գագաթին հայտնված մարդն այլևս չի բավարարվում արյան ծարավով, հետևաբար ստիպված է ընթանալ դեպի համընդհանուր և լիակատար բնաջնջում։